Բարև ձեզ, բարի ուշ երեկո ավելի շատ, սիրելի ընկերներ, ես հիմա իմ ձայնն եմ լսում, ու էլի բաներ եմ լսում, չգիտեմ ինչքանով է, սա Եթե եթերում ենք, խնդրում եմ ասեք, էլի որ եթերում ենք Ձերն եմ լսում Եթերում ենք, բայց ես ձայնն եմ լսում այլ եթերից Ահա, հիմա արդեն վсё Եթերում ենք, բարև ձեզ Ժողովուրդ, ես չեմ հասցնում համեն նայեմ համեն, այսինքն նաև եթերի բանը, մենք ուղևորվում ենք այս պահին Զվարթնոց օդանավակայան, դիմավորելու վեհապար Այրապետին, նաև Վազգենն է ճանապարհին, հիմա Վազգենն էլ կմիանա մեզ, այսօր ես ու Վազգենը փորձելու ենք ուղիղ եթերում ձեր հետ միասին համզրուցենք օդանավակայանում արկա հանրային հասարակական գործիչների հետ համ հասկանանք ինչա կատարվում ընդհանրապես ես հիմա ճանապարհին եմ մոտավորապես մի 15 րոպեից ամենաուշ կհասնեմ տեղ նայում ենք ընդհանուր պատկերը ոնց է ուրեմն ես կուզեի մի քանի բառով խոսել մինչև տեղ հասնել ենք կուզեի խոսել տեղի ունեցող իրավիճակի մասին ուրեմն ամենաառաջինը եւ ամենակարևորը ինչ տեղի է ունենում Հայաստանում ես մի քանի եթերներով դրա մասին խոսել էի թե ինչ անելու այս վիժվածքը եկեղեցու հետ ինչ ճանապարհով արու ինչ ճանապարհով անցանալու ցավալիորեն ամենավատ կանխատեսումները իրականություն դարձան եւ այս պահի դրությամբ տեղի ունենում են ինչ որ ես կանխատեսել էի եւ ես եւ իմ շատ ընկերներ վստահ էին որ դա այդպես է լինելու ճանաչելով այդ սրիկային ինչա տեղի ունենում հա գլոբալ առումով որպեսզի մարդիկ նաեւ պատկերացնեն նախ ինչու ենք մենք գնում եւ ինչու պետք է նաեւ իրենք ներկա լինեն այդ նմանատիպ ակցիաներին եւ ոչ միայն նմանատիպ ակցիաները շուտով սա շատ տակ ավելի տակմուլ է թեվակողելու եւ սա քաղաքական օրակարգը տեղափոխվելու է դեպի եկեղեցու ասեմ անկեղծ իմ համար զարմանալի չի, բայց ինչ է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը փաստացի առանց որևէ ամոթի, բարոյական որևէ տորմուզի, հա, որևէ այս ինչ մեքենաներ են, դա է այդ տականքն է գնում, բայց դա տականքը եթե լիներ, այստեղ ինչ որ 163 SS01 ցենց համարներով մեքենաներ են հենց հիմա գնում ճանապարհով դեպի ոնց հասկանում եմ օդանավակայան, չգիտեմ ովքեր են, բայց այնուամենայնիվ ուղեկցող գումարտակով էին գնում եւ շատ վատ էին քշում, բայց դա լավ, այնուամենայնիվ առանց ամոթի խայթի, առանց որևէ զղջման, առանց որևէ բարոյական արգելակների Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ ինքը դեմ է դուրս գալիս եկեղեցուն։ Դեմ է դուրս գալիս եկեղեցուն եւ հաստատի հրահանգել է իր կենթանիներին գրոհել վեհարանը ազատել ճակերտավոր ամենայն հայոց կաթողիկոսից եւ ընտրել ժողովրդի միջոցով նոր կաթողիկոս, բայց որ ամեն ինչ ավելի պարզ լինի, ես կուզեի որ մի քանի ճանապարհային, այսպես ասած, քարտեզով Նիկոլի էքսկուրս անենք։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նախ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եկեղեցու սպասավորները, մասնավորապես բարձր հոգևոր դասը, եպիսկոպոսները ունեն կուսակրոնության խնդիր։
Այսինքն ըստ էության մեր եկեղեցով նրանք պետք է լինեն կուսակրոն եւ հիմա կուսակրոն չեն։ Իբր իր համար որպես առաքելական եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հետևորդ։ Ասենք սա ավելի աբսուրդային է հնչում, քան օրինակի համար, որ ես կլինեմ LGBT համայնքի քարոզիչ։ Սա շատ ավելի սյուր է, որ Նիկոլը եկեղեցու հետևորդը, քան այն, որ ես կարող լինեմ օրինակ LGBT ակտիվիստ ինչ-որ, հա։ Իս ճանաչողները հասկանում են ինչի մասին եմ խոսում։ Եվ դրանից հետո եկեղեցուց պատասխան չստանալով, ինչը ես կարծում եմ նորմալ է, եկեղեցին չպետք է որևէ բան ապացուցի սրիկային, առավել եւս այդ համատեքստում որևէ բան ապացուցի, որովհետեւ դա եկեղեցու ներքին խնդիրն է, որտեղ պետությունը իրավունք չունի որևէ կերպ խառնվել եկեղեցու գործերին, առավել եւս պետական իշխանությունը զավթած սրիկան, որը հայրենիքը հանձնել է, որը տասնյակ հազարավորների տնավեր է արել, որը 100 հազարավորների դժբախտության առիթ է հանդիսացել, բայց այնուամենայնիվ իրավունք չունի պետությունը որևէ կերպ խառնվի եկեղեցի պետությունից անջատ միավոր։ Եվ դրանից հետո հասկանում է, որ դա չի օգնում, անցում է կատարում վեհապար հայրապետին թիրախավորելու ամենայն հայոց կաթողիկոսին, Գարեգին Բային եւ տարբեր ճղճի միջոցներով թիրախավորելով ամենայն հայոց հայրապետին, Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչի համար ինքը ի սկզբանե սկսել էր այս գործողությունները։ Իսկ ինչի էր նա սկսել այս գործողությունները, այսինքն եկեղեցին ամբողջությամբ կազմալուծելու, եկեղեցու վարքը արատավորելու, եկեղեցուն ամբողջությամբ կտրելու մեր պետականության որպես հիմնասյուն հանդիսացող այդ բաղադրիչից այդ գործընթացն է սկսում։ Բայց ինչի է սկսում նա այս գործընթացը, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հստակ դրված է հրահանգ, հստակ դրված է պահանջ Հայաստանում բնակեցնել նախ ադրբեջանական 300,000-անոց համայնքը եւ երկրորդ, որն ավելի խայտառակ է, Հայաստանում, Երևանում մասնավորապես, նաեւ Երևանում եւ Էջմիածնում ստեղծել ադրբեջանական կրոնական կառույցներ, մզկիթներ, որոնք կլինեն ադրբեջանական եւ որոնք ամբողջությամբ կսպասարկեն այն համայնքին, որը գալիս է այստեղ։ Նիկոլ Փաշինյանը ստանալով այդ հրահանգը, նաեւ վեհապարի հայտնի ելույթը Շվեյցարիայում հաշվի առնելով, վերցնում է այս հրահանգի կատարման պատրաստակամությունը եւ անցնում է գրոհի։ Հիմա հասել ենք այն փուլին, որ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, զավթած ես համարում եմ, որ սա իշխանազավթության հետևանք է, այս սրիկայի իշխանավարումը, ռեյտինգ, քաղաքական, այսինքն ընկալելիության, հանրության կողմից դրական ընկալման ռեյտինգ, հանդես է գալիս վեհարանը գրավելու, բառից բուն իմաստով, Ժորժ ջան, վեհարանը գրավելու, այսինքն այն, ինչ իրենք արել էին այդ պիղծ հեղափոխություն կոչվածի ժամանակ, որ արել էին նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը եւ այդ ժամանակ դա կասեցվեց։ Վեհարանը գրավելու հրամանն է տալիս ըստ էության, կոչ է անում իր կողքը հավաքված շակալների խմբին եւ հիմա արդեն հավաքում է մարդկանց, որոնք պետք է գրեն իր անձնական մեյլին, իր մեյլին գրեն, իդեպ բավականին հետաքրքիր է, որ օդանավակայանի ճանապարհը խցանում, բավականին խցանված է, այս պայդրությամբ մեծ հոսք կա մեքենաների, սա շատ ուրախալի է, իրոք ուրախալի է եւ ես շատ ուրախ եմ, որ այս պայդրությամբ ես թեկուզ մենք ուշ ենք հասնելու, բայց այնուամենայնիվ դա փաստ է եւ տեսանելի փաստ է։ Ուրեմն գրոհելու հրաման է տալիս եւ հավաքում է իր կողքը հավաքված կենթայիներին, որոնք պետք է գրեն իր ուղիղ մեյլին եւ գնան, որպեսզի գրավեն վեհարանը։ Այն ինչ տեղի է ունենում շատ կանխատեսելի էր Նիկոլի պարագայում, ես ասել եմ եւ շարունակում եմ պնդել։ Նիկոլ Փաշինյանը ունի կոնֆլիկտի լուծելու մի տարբերակ։ Կոնֆլիկտը սրել մաքսիմալ, հասցնել ամենավերևին, պիկին եւ այդ պիկում, այդ կոնֆլիկտում հաղթել ընկրկողներին։ Ես ցավում եմ, որ դեռ մենք չունենք համարժեք արձագանք եւ պատասխան, բայց վստահ եմ, որ սա լինելու է անկախ ամեն ինչից, որովհետեւ Ժորժ ջան, պահը օրհասական է եւ գիտեք, այս այն պահը չի, որ անիմաստ տեղ է այդ բառը կրկնում են, այդ բառը չարաշահում են, շատ ենք ասել, մենք էլ ենք ասել, միգուցե ինչ-որ պահի մենք էլ ենք չարաշահել, բայց այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, ֆուտլյարը
կարկասը, հա, այսինքն կմախքը պետականությունը գոյություն չունի, դա պետականությունը ամուր է իր ինստիտուտներով, ամուր է իր ներքին իմունիտետով, իր հանրային համերաշխությամբ, որը որ այսօր Հայաստանում գոյություն չունի։ Եվ այսօր այս ֆուտլյարը, այս կարկասը, որը թողել է այս տականքը իր իշխանությամբ Հայաստանի Հանրապետության անվան տակ, պահում է միայն մի կառույց, ու սա փաստ է, ցավոք սրտի սա փաստ է, որտեղ այդտեղ պետք է լիներ ընդդիմությունը իր ինստիտուցիոնալ ձևավորված կառույցներով, այդտեղ պետք է լիներ քաղաքացիական հասարակությունը, իսկ մենք գիտենք, որ ցավոք սրտի ընդդիմությունը այսօր այդ իրավիճակում չի, որպեսզի կարողանա դա պահել, իսկ քաղաքացիական հասարակություն որպես այդպեսին մենք չենք ունեցել, դա էլ է ֆուտլյար եղել, որը ամփոփված է եղել տարբեր գրանտային ծրագրերով գրանտներ ծծող կենթանիներից, որոնք այսօր մնացել են անտեր USAID-ից հետո եւ տարատեսակ այլ միջոցներով փորձում են ճանկռելով փոխհայթայթել, որպեսզի ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործեն։ Այս երկու ինստիտուտները չկա կամ մի ինստիտուտ, որը որ հավատավոր ժողովրդին համախմբում է, որը որ հավատավոր ժողովրդի համար հանդիսանում է այն սյունը, որի վրա կարա ինչ որ ձևով դեռ գոյատևի այս հանրապետությունը, միջև այս չարիքից ազատվենք, դա եկեղեցին է։ Իսկ ինչ էր պետք անել եկեղեցու հետ։ Պետք էր բարոյալքել նախ եւ առաջ եկեղեցու բարձրագույն սպասավորներին։ Ինքը գնաց այդ ճանապարհով, սկզբից խփեց եպիսկոպոսած դասին, որտեղ որ փորձեց մաքսիմալ բարոյալքել եպիսկոպոսներից, շատ եպիսկոպոսների, որոնք ըստ էության կուսակրոնության երթում են տվել, որը իրականում ես չեմ հավատում եւ դա սուտ եմ համարում, մեծագույն սուտ, որը արվում է մի նպատակով, որի մոտիվացիան մեկն է։ Բարոյալքել եկեղեցու շուրջ համախմբված ժողովրդի ընկալումները, այսինքն բարոյալքել ամբողջությամբ եկեղեցին։ Հետո տեսավ դա չի ստացվում, դա արձագանք մնում, հիմա արդեն վեհապար հայրապետին թիրախավորեց, անվանեց, չեմ էլ ուզում խոսամ դրա մասին, չեմ էլ ուզում ասեմ ինչ լկտի ու զազրելի բառապաշարով Լևոն Զուրաբյանն է լավ ասում, այդ շնաբերանը պիտակավորեց կաթողիկոսին եւ հետո արդեն անցավ գործողությունների մյուս ծրագրին։ Եթե դա այդպես է, եթե դա լռությամբ ընդունվում է եւ դա այդպես է, եկեղեցու կողմից չկա որևէ արձագանք, ինչ որ առումով իմ համար անցալելի է, ապա պետք է միանգամից անցնել պլան B-ին։ Պլան B-ն որն է, պլան B-ն հետեւյալն է, եթե դա այդպես է, ուրեմն պետք է ազատել Վեհարանը, իսկ Վեհարանը ազատելու համար պետք է գրոհել Վեհարանը։ Նիկոլ Փաշինյանը փաստացի երկրի ներսում ներքին բախումների հրահանգ է տվել եւ հիմա էլ հավաքագրում է իր մեյլով, սպասում է նրանց, ովքեր կլինեն այդ բաները։ Կան տեղեկություններ, ինչին ես չեմ կասկածում, անկեղծ ասած ես հավատում եմ այդ տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին բանակցում է բոլոր կրոնական, այսպես կրոնական, աղանդավորական կառույցների հետ։ Այդտեղ են կյանքի խոսքը Արտուր Սիմոնյանի գլխավորությամբ, Եհովայի վկաները, հիսունականները եւ այլ մնացած աղանդները, որոնք որ երջանիկ կլինեն, պատկերացրեք ինչքան մեծ երջանկություն է այս աղանդների համար գործել մի երկրում, որտեղ այդ երկրի մայր եկեղեցուն թիրախավորում է հենց բարձրագույն իշխանության ամենաբարձր ներկայացուցիչը։ Հիմա այդ մարդկանց հետ գնում է Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհով, փորձում է անել բանակցել, ստանալ այդ մարդկանցից ոնե քանակ մարդկանց, որոնք կգրավեն։ Եվ ինչա մեզ մնում անելու։ Ես այս երկար նախաբանով եկա Նիկոլի անելիքներից, որ խոսամ նաև մեր անելիքների մասին։ Ժորժ ջան, անկախ նրանից հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցին կամ հայ առաքելական եկեղեցին ինչպեսի արձագանք կտա դրան, երբ կհասկանա կամ կգիտակցի պահի լրջությունը եւ կտեսնի թե ինչա կատարվում իր շուրջ, եւ կպատկերացնի, որ այս լրջությունը նաև բերելու է նրան, որ իրոք արունահեղություն լինի երկրում, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը գնում է գրավելու Վեհարանը, վստահաբար Վեհարանը պաշտպանելու պատրաստ լիքը մարդիկ կան, օրինակ այս ժամին ես ինքս գնում եմ վեհապարին դիմավորելու, հենց այն պատճառով, որ ցույց տամ իմ մասնակցությամբ այն ըմբոստությունը, որ այս երկրում չի լինելու դա տրորել։ Հետևաբար այդ լռությունը կարա հանգեցնի Վեհարանը պաշտպանողների, իդեպ շատ-շատերն են լինելու, տասնյակ հազարներ, եթե ոչ ավելի շատ, որոնք պատրաստ են լինելու պաշտպանել Վեհարանը եւ այն մանկուրտների բախմանն է հանգեցնելու, որը հանդիսանալու է շատ վերջում վերածելու է շատ վատ բանի։ Ես վստահ եմ, որ սրա հետևանքով Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է իշխանությունից, Նիկոլ Փաշինյանը փախնելու է երկրից, որովհետեւ սա
Կարծում եմ իր կոկորտին պետք է մնա, որտեղ այս երկրում կան հավատավոր ժողովուրդ եւ կան մարդիկ, ովքեր որ հավատարիմ են իրենց տված կրոնական, այսպես ասած, չասեմ երթմանը, բայց նաեւ ինչ որ միտեղ նաեւ երթմանը։ Հետևաբար, ես առավել քան վստահ եմ, որ սա բերելու է դրան։ Բայց ինչ պետք է անի յուրաքանչյուր քրիստոնյա հայ առաքելական եկեղեցու հետևորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կարծում եմ ամեն պահի պետք է պատրաստ լինել պաշտպանելու մեր կրոնը, որտեղ սա կրոնի դեմ արշավ է։ Սա եկեղեցու դեմ արշավ չի։ Ես անգամ չեմ խոսում Վեհապար Հայրապետի դեմ արշավի մասին, որտեղ եթե հանկարծ այս սրիկային հաջողվի Վեհապար Հայրապետի կամ մեր եկեղեցու հարցերը լուծել, այսպես ասած, ճակերտավոր, հա, թողիցներ են այս բառապաշարի համար, եթե իհարկե դա վիրավորական է, որտեղ սա դա է փորձում անել։ Նիկոլ Փաշինյանը այլևս որևէ այսպես ասած արգելակ չի ունենալու եւ մենք ապրելու ենք, մեր երեխաները եւս ապրելու են մի տարածքում, որը Հայաստանի Հանրապետություն այլևս չի կոչվելու, որովհետեւ Նիկոլի նպատակը իր օտարերկրյա տերերին տալն է ամեն ինչ հանուն իր իշխանության մնալու։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր վերջին բաստիոնը։ Սա մեր վերջին բաստիոնն է։ Սա մեր վերջին բաստիոնն է, որը որ պետք է պաշտպանենք հանուն Հայաստանի Հանրապետության գոյատևման։ Այդ կարկասի մնալ, որտեղ կարկաս այստեղ չկա ավել բան։ Ինստիտուտները ոչնչացված են վերևից ներքև։ Եվ հետեւաբար ինչա պետք է անել։ Կարծում եմ պետք է բացի պատրաստ լինելը նաև հասկանալ, ի վերջո, խնդրում եմ, սա իմ ամենակարևոր, ես համարում եմ իմ ամենակարևոր բովանդակային տված գաղափարներից մեկը, եթե գաղափար դրան կարելի է անվանել կամ գաղափար չասենք, մտքերից մեկը։ Ի վերջո հասկացեք, այս սրիկան վախկոտ ամենաչնչին դիմադրությունից վախեցող սրիկա է։ Եթե մենք ընդունեցինք մարտահրավերը եւ ցույց տվեցինք, որ մենք պատրաստ ենք ի վերջո այս երկրի հանուն այս երկրի պահպանման դուրս գալ եւ վռնդել իրեն, փախնելու է ժողովուրդ։ Այն պահին, երբ որ մենք սկսեցինք ընկրկել, այն պահին, երբ որ մենք սկսեցինք վախենալ, հապաղել, պայմանավորվելու փորձ անել, ինքը ամբողջությամբ անցնելու է ողջ ճակատի լայնքով հարձակման եւ ոչ սենց հայերեն ասեմ, խուրդելու է սաղ թեման։ Ցանկացած կառույց եւ անհատ, ով պատրաստ չի կռիվ տալ այս սրիկայի դեմ, ու իդեպ կռիվ տալ բառը բոլոր իմաստներով, հա, բացի բռնություն ենթադրող իմաստից, բոլոր քաղաքական իմաստներով, պայքարել հանուն սեփական գաղափարների, պայքարել հանուն սեփական սկզբունքների, արա արդեն հասել ենք այնտեղ, որ էլ գաղափարներ սկզբունքներ չկա, կա հանուն այս եկեղեցու։ Ինքը պարտվելու է Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակապետական գավառանքի ու կրոնի դեմ այս պղծաշ, ոնց ասեմ, ոնց ինչ բառ օգտագործեմ, որ 18+-ից ներքև լինի, բայց ամբողջությամբ նկարագրի հրահարացը։ Այս պղծարշավին ինքը պարտվելու է։ Մեզ պետք է դիմադրություն։ Ես միշտ հավատացել եմ եւ հավատում եմ արտահերթ քաղաքական կոնցենտրացներով իշխանության փոփոխությանը։ Սա ոչ ունի ռեյտինգ, ոչ ունի հարգանք, անգամ սեփական թիմում դա չունի։ Մեր խնդիրը այսօր գոնե եկեղեցին պահելու շուրջ համախմբվելն է։ Սա վերջին ստորությունն է, որ կարելի էր անել։ Ու ինքը գնում է դրան, որտեղ ինքը վստահ է, ինքը մեզ է չելենջ անում, ժողովուրդ։ Հավատացնում եմ ձեզ, ինքը մեզ բոլորիս ասում է, դե էս էլ եմ անելու։ Մեծացրեցի եռաբլուրը, ձեն չեք անում, էս էլ եմ անելու։ Հաջորդը անելու եմ ավելի վատ բան։ Գալու են ադրբեջանցի, քեզ գալու են բռնեն, քո հարևան ադրբեջանցու այն ասածով, որ դու իր նամազի ժամին տանը երաժշտություն ես միացրել։ Էսա լինելու մեր ճակատագիրը, մեր ու մենակ մեր չէ, որ մենակ մեր էլ լի կասես, մեր երեխեքի, մեր ծերունդների։ Այս եկեղեցուն սաղ փորձել են ճնշեն։ Բոլոր ժամանակներում մեր եկեղեցուն ամեն հնարավոր ձևով փորձել են ճնշեն։ Ամեն հնարավոր 70 տարի սովետի ժամանակ ամենամոտը ասեմ, հա, արգելված է եղել կրոնը առհասարակ եկեղեցիները։ Այս մարդիկ կարացել են գոյատևել, նաև ձեր, մեր պապերի, մայրերի, հայրերի շնորհիվ։ Այսօր ժամանակն է,
որ գոնե մենք ապացուցենք, որ մենք արժանի հետնորդներն ենք այդ մարդկանց։ Թույլ չտանք այս պիղծ կենթանուն հիմա էլ եկեղեցին պղծին։ Ընտանեկան արժեքների հերը անիծեցին։ Ամեն ինչով, բոլոր հասկացությունները, ընտանիքի կին, մայր, չեմ խոսում առաջի տիկին այդ եզրույթի մասին անգամ ավելորդ է խոսալ։ Երեխա, տղա, աղջիկ, սաղ ամեն ինչը վերացրեցին բոլոր տեսակի տղամարդկային ընկալումներն ու հատկությունները, վերացրեցին բոլոր տեսակի այսպես ասած արգելակները բարոյական, բոլոր տեսակի ազգային ժողովի ամբիոնից տրանսվիստիտ բերեցին, խոսացրեցին, հատուկ ազգային ժողովի ամբիոնից դուրս եկան ասին, որ ինչ որ մի սեռական փոքրամասնություն իրանց հոգացության տակ է։ Որը մեկ այդ սեռական փոքրամասնությունը բան չէր ասել, կարիք չկար դրա մասին, բայց ինքը դա ամեն բոլոր Օվերտոնի պատուհանները բացել են։ Օվերտոնի ինչքան հնարավոր է եղել բացել Օվերտոնի պատուհանները, իրանք բացել են։ Բոլոր հնարավոր ձևերով դա արել են։ Տեղ չտակ էլի սրան, խնդրում եմ։ Սրանց տեղ չտակ, այս սրիկայությունը։ Սա սրիկայություն, հենց արածներն է, ու իրանք գալիս են իբր այրոպորտ։ Մի խոսքով, ամեն հնարավոր բարոյական բաներ բաց են թողել, անցել են բոլոր գծերը, հիմա արդեն հասել են եկեղեցու։ Մեր խնդիրը ժողովուրդ ջան, սա թույլ չտալն է։ Ու հանուն սրա պետքա պայքարել ու պատրաստ է։ Ես պատրաստ եմ եղել միշտ, ոչ միայն հանուն, այս դեպքի միշտ պատրաստ եմ եղել, ապացուցել եմ, այսօր եւս այդ բացառություն չի։ Այսօր եւս ես այդ թեմայի գլխին կանգնած եմ։ Ու մինչև վերջ կանգնելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ իմ հռչակած սկզբունքը չի հասել իր նպատակին։ Հենց որ այս պահին այսքան է, ես կարծում եմ մենք կարանք մի քանի վայրկյանից միանանք հիմնական եթերին, մինչև մենք կհասնենք օդանավակայան, ընդեղից արդեն Վազգենն էլ կմիանա, մենք կփորձենք շփվել մեր ընկերների հետ, ովքեր այնտեղ կլինեն, հանրային գործիչների հետ, կփորձենք իրենցից հասկանալ իրենց այնտեղ լինելու նպատակների մասին։ Մենակ մի բան ասեմ, ժողովուրդ ջան, ես իրականում դեմ եմ ցանկացած տեսակի խտրականության դեմ եմ, այսինքն սկզբունքների առումով ոչ մի զիջում չունեմ։ Ու հիմա մենք գնում ենք օդանավակայան եւ վստահաբար բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են օդանավակայան, գոնե լավ զգալի մեծամասնությամբ այն մարդիկ են, ովքեր որ գալիս են որպեսզի աջակցություն հայտնեն Բեաբար Հայրապետին, որ տենակ ինչ զզվելի տեսարան է, այս աճ չթույլատրելի հատվածով գալիս են ու առանց ամոթի մտնում են այնգից, որտեղ որ ի սկզբանե պետք է իրանք լինեն։ Այս երկրում ամենամեծ խնդիրը այս մշակույթն է, նաև փոխադարձ հարգանքի մշակույթն է, որը գոյություն չունի։ Ավտոների համարները կասեի, պրոստը մի քանիսի մեջ ծանոթ մարդ տեսա, չեմ ուզում ասեմ, բայց ամոթ ձեզ, որ դուք անգամ սենց տեղ գալուց, այս ամենակարևոր սկզբունքը չեք պահում։ Սա ամոթ է ուղղակի։ Մենք կամաց ենք գնում, բայց սա ուղղակի ամոթ է։ Դա չի կապելի։ Որևէ մեկից առավել չեք, որևէ մեկից ավելի վռազ չեք, բոլորը վռազ են։ Ու երբ որ դուք անում եք ստեղ նիկոլություն, դա չի նշանակում, որ ոչ մեկ չի տեսել, ու դա նիկոլություն չի, առավել եւս։ Այսքանը ժողովուրդ ջան, կարճ դադարից հետո կվերադառնանք անպայման Anti-Fake-ի ուղիղ եթեր եւ մեր հիմնական եթերին զուգահեռ դուք նաեւ տեսնեք մեր ուղիղ միացումները իմ եւ Վազգենի կոնկրետ արդեն օդանավակայանից կամ որոշների հետ կհանդիպենք օդանավակայանում, ովքեր հիմա դիտում են ու գալիս են օդանավակայան, կհանդիպենք, նաև չի բացառվում, որ միասին զրուցենք իրավիճակի մասին։ Այսքանն է ուզում ասեի, միջև հասնելը մենք արդեն հասնում ենք օդանավակայան, շատ վատ երթևեկությունով, որովհետև ստեղ չի պահպանվում ոչ մի նորմալ սկզբունք ու կանոն ու առավել եւս ցավոք սրտի նաև բարոյական մոտեցումներ, բայց կարճ դադարից հետո կլինենք Anti-Fake-ի ուղիղ եթերում։ Լավ եղեք, մինչ հանդիպում։